հիմա Հայաստանից մոտ ամենից համեստ հաշվարկով 150,000 մարդ, դա նշանակում է 150,000 ընտանիք այդ հարաբերություններից օգտվում են։ 150,000 մարդ գնում են աշխատանքի, գումարներ են ուղարկում եւ ընտանիքները դրա շնորհիվ պահում են։ Հիմա դու 150,000 ընտանիքը բազմապատկի 4-ով հիմա այդքան մարդ ուղղակի կախված են, թե ինչպիսի հարաբերություններ ա լինելու Ռուսաստանի հետ։ Լավ, խես այդ մարդկանց բարեկեցությունը վտանգի տակ դնա։ Լավ, եթե մտքինը դա է, դու սկզբից բեր, ստեղ մի քանի գործարան դեր, այս մարդկանց աշխատատեղերը ապահովի, աշխատանքը ապահովի, բարեկեցությունը ապահովի, այդքանը հարցերը լուծի, հետո ասենք լավ, ինչ որ գլուխդ բան ա մտել, փորձում ես ինչ որ բանը փոխես, ուղղությունը փոխես, բայց դու ոնց ես ուղղություն փոխում, եթե դու հարվածի տակ ես դնում 150,000 ընտանիքի բարեկեցությունը։ Լավ, դու խիղճ չունես, Սենց կազինո է, բայց այդ կազինոյը գիտես ոնց է, ինք գնում է կազինո է խաղում, աշխարհաքաղաքական կազինո է մտել, բայց այդ փող տվողը, այդ կազինոյում պարտվողը ժողովուրդն է, ինքը չի։ Ինքը թռնելով է, ինքը սովոր է թռնել, մարտի մեկին էլ թռավ, բանի 20 թվականի 44 օրյա պատերազմից հետո թռավ բունկեր, հիմա էլ է թռնելու ինքը։ Ես չգիտեմ, գուցե Անտալիա բանդիրեն համար արդեն դա չեն պահել, էլի տեղ են պահել, որ գնա ինչ որ Թուրքիայում ապաստան գտնի քաղաքական։